Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս։ Ֆրանսիացի մեծ լուսավորիչ Վոլտերի խոսքերն են։ Բոլոր ժամանակներում գիրքը եղել եւ մնում է մեր լավագույն բարեկամը, անփոխարինելի խորհրդատուն, ժամանակի եւ տարածության սահմանը հատող հրաշագործը։ Երևանյան գրախանութներում հայ հեղինակների ամենավաճառված գրքերը, ասել է թե հայկական բեսթսելերները, ներկայացնում ենք հաջորդ թիվ։ Վերջին շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված գրքերի ցանկը գլխավորում է ժամանակակից հայ արձակագիր Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմություն գիրքը։ Վիպակը հեղինակի երկրորդ գործն է, հրատարակվել է 2008 թվականին ռուսերեն եւ հայերեն լեզուներով։ Վեպի գլխավոր հերոսը հայատյաց թուրք Մուստաֆա Ղազին է, ով կյանքի վերջում պարզում է, որ ինքը հայ է։ Գիրքն ունի անսպասելի ավարտ։ Նշենք նաեւ, որ ստեղծագործությունը էկրանավորվել է եւ շուտով կլինի էկրաններին։ Ժամանակակից հայ գրականության շաբաթվա հաջորդ ամենավաճառված գիրքը հայ երիտասարդ գրող Սյունե Սևադայի առաջին կախվածություն գիրքն է, որը լույս է տեսել 2019 թվականի վերջին։ Այն պատմվածքների ժողովածի է, որը ներառում է երիտասարդ գրողի վերջին 3 տարվա աշխատանքները, չնայած որ Սյունեն գրում է արդեն 8 տարի։ Պատմվածքների թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները ավելի զգայական։ Հիմնական գիծը հավասարության, խաղաղության եւ ազատության ձգտումն է։ Հաջորդ բեսթսելերը կրկին Մարկ Արենի Սուրբ Ծննդյան հրեշտակը վիպակն է։ Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր մարդկանց երազանքներն իրականացնելու, բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են։ Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին եւ նրանք սիրահարվում են։ Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ, կամ թողնել իր մեծ սերը եւ վերադառնալ երկինք, կամ մնալ երկրի վրա եւ դառնալ սովորական մահկանացու։ Թե ինչ ընտրություն կկատարի նա, կիմանաք կարդալով գիրքը։ Բեսթսելերների շարքում են նաև դասականները։ Այսպես, այս շաբաթվա ամենաշատ վաճառված գրքերի ցանկի երկրորդ հորիզոնականում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմն է։ Բեսթսելերների տասնյակում է նաև Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» գիրքը։ Այս ընթացքում ամենաշատ պատվիրված գրքերը կրկին Սյունե Սևադայի «Կախվածություն» եւ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմություն ստեղծագործություններն են։ Մեծ Բրիտանիայի The Guardian պարբերականը ռուսաստանցի հայ գրող Նարինե Աբգարյանին ներառել է եվրոպական ամենավառ գրողների վեցնյակում։ Ռուսաստանաբնակ գրող բլոգեր Նարինե Աբգարյանը հանրությանը հայտնի դարձավ մանյունյան ստեղծագործությամբ։ Գրողի երկնքից ընկավ 3 խնձոր գիրքը, որի շնորհիվ էլ նա հայտնվել է հեղինակավոր վեցնյակում, թարգմանվել է 12 լեզուներով։ Վերջերս այն տպագրվել է նաև անգլերեն։ Վեպը հեռավոր մի փոքրիկ գյուղի Մարանի եւ նրա բնակիչների մասին է, որոնք տեսել են հարյուրավոր կյանքեր խլած երկրաշարժ, պատերազմ, ծով, երաշտ։ Գյուղում մնացել են միայն ծերերը, որոնց կարծես աշխարհը մոռացել է, եւ նրանք ապրում են միմյանց ուժ տալով։ Երկնքից 3 խնձոր ընկավ վեպը բաղկացած է 3 մասից եւ կարդացվում է 1 շնչով, այնպես որ մնա տանը եւ կարդա գիրք։